Տարբեր տվյալներով աշխարհում կա 38 միլիոն միավով ապրող մարդ։ Նրանց գերակշիռ մասը Աֆրիկայում է։ Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերն արձանագրվում են 1988 թվականից։ Մեր հանրապետությունում միավ վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2000 թվականին։ 2009 թվականից Արցախում գործում է միավի կանխարգելման ուղղված պետական ծրագիր։ Վերջին տարիներին լաբորատոր հետազոտությունների աճով պայմանավորված բարելավվել է միավ վարակի հայտնաբերումը։ Այսօր մենք ունենք 67 դեպք, համեմատ 2015 թվականի ավելացել է 12 դեպքով, 55 դեպքի դիմաց։ 67 դեպքի մեջ մտնում է առականսերի 38 դեպք, իգականսերի 26 դեպք և 3 երեխա և 8 մահվան դեպք ունենք, մեկ մահվան դեպք մենք տվել ենք այս տարին։ Միավով վարակված մարդկանց մոտ 90%-ը չգիտի իր վարակված լինելը և նույնիսկ չեն կասկածում իրենց օրգանիզմում վարակի առկայությունը, քանի որ վարակվելուց հետո 7-ից 15 տարի ակնհայտ կլինիկական ախտանշաններ չեն ունենում։ Մինչդեռ վարակվելուց մի քանի օր անց վարակված մարդն արդեն իսկ կարող է վարակել ուրիշներին։ Օրգանիզմում միավի առկայությունը հաստատել կամ շղթել հնարավոր է միայն համապատասխան հետազոտություն անցնելով։ Երբ մենք հայտնաբերում ենք այդ դեպքերը, մենք անպայման ուղարկում ենք արյան պրոբաները Երևան, Երևանի ձայնի կանխարգելման կենտրոնում, այնտեղ հաստատում են միավարակը և հետո մենք անպայման այդ մարդկանց, ում արյան մեջ հայտնաբերվել է միավարակը, մենք ուղարկում ենք Երևան։ Այնտեղ իրենք անցնում են կլինիկական լայն հետազոտություններ և այն մարդիկ, ով կարիք ունեն հակառետրովիրուսային բուժման, նրանց նշանակում են այդ բուժումը և անվճար այնտեղ բոլոր բաները կատարվում, լաբորատոր հետազոտությունները, դեղերի նշանակումը և դեղերի տալը և 6 ամիսը մեկ անգամ այդ մարդիկ անպայման պետք է անցնեն այդ հետազոտությունները նորից լաբորատորիայում, որ բժիշկը ունենա նոր պատկեր այդ մարդի առողջության մասին։ Այն վարակակիրներն, ովքեր հնարավորություն չունեն գնալ Երևան, կենտրոնի հրավերով գալիս են մասնագետներ և տեղում իրականացնում համապատասխան աշխատանքները։ Եթե տարիներ առաջ շրջանառվում էր այն տեսակետը, թե վարակը հիմնականում տարածվում է արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց միջոցով, ապա այսօր կենտրոնի տնօրեն Օֆելիա Գրիգորյանը մտահոգիչ տեսակետ է հնչեցնում։ Այսօր ես կասեմ, որ վարակի աղբյուրը գտնվում է Ղարաբաղում և ունենք այսօր շատ դեպքեր, որոնք վարակվել են Ղարաբաղում։ Անշուշտ հիվանդությունը հաղթահարելու հարցում իրական առաջընթաց է գրանցվել։ Աննախադեպ թվով մարդիկ բուժում են ստանում։ Տարեց տարի նվազում է ՁԻԱՀ-ի հետ կապված պատճառներով մահացության ցուցանիշը, իսկ միավով ապրող մարդկանց կյանքի տևողությունը երկարում է։ 2010 թվականից ի վեր մորից երեխային փոխանցման միջոցով վարակված երեխաների քանակը կիսով չափ նվազել է։ Այս տարին 12 դեպքերի մեջ մենք ունենք 2 հղի կանայք, ունեցել ենք, այդ հղի կանայքները ուժե ունեն երեխաներ և մենք ժամանակին հայտնաբերել ենք և Երևանի բժիշկների միջոցով նրան նշանակել են հակառետրովիրուսային բուժում, ստացել են իրենց դեղերը և այսօր մենք ունենք 2 առողջ երեխա և ես կասեմ, այս ծրագիրը, որ սկսել է գործել, մենք այսօր ունենք 7 առողջ ծնված երեխաներ։ Հատուկ ծրագրի միջոցով շեշտակիորեն ավելացել է համաճարակաբանական հետազոտությունների քանակը։ Այս տարվա ընթացքում կատարվել է մինչև 7000 հետազոտություն։ 1 միլիոնով ավելացել է նաև պետբյուջեի ծրագրին հատկացվող գումարը, հասցնելով 6 միլիոնի։ Գոհար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր։